բոյկոտում եք ազգային ժողովի նիստերը, ասեք մինչև երբ է բոյկոտը շարունակվելու ու ընդհանուր ձեր պահանջները ինչ արդյունք եք կալում։ Մինչև ձեր հարցի պատասխանելը նախ եւ առաջ ցանկանում եմ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել երեկվա ձեր գործունեության համար, որովհետեւ նաեւ շնորհիվ ձեր աշխատանքի, լրագրողների աշխատանքի, համարձակ օրինապաշտ աշխատանքի հնարավոր դարձավ ներկայացնել մեր ժողովրդին այն խայտառակ իրականությունը, որ կատարվեց երեք հանրաքվեի ժամանակ։ Իսկ հանրաքվեի ժամանակ կատարվել է մի պարզ բան։ Ժողովուրդը հստակորեն աներկբա ոչ է ասել այս իշխանություններին, բայց այդ արդյունքները կեղծվեցին անխնա կերպով, կիրառելով, չգիտեմ, ապօրինությունների ամբողջ զինանոցը, որին իշխանությունները տիրապետում են։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, բոյկոտի վերաբերյալ, ես պարզ ասեցի իմ խոսքում, որ խոսքը գնում է դրա մասին, որ մենք այս նստաշրջանի հետագա աշխատանքները բոյկոտում ենք։ Եվ իսկապես շատ դժվար է կատարվածից հետո, իդեպ ես հիմա չեմ նախանձում ձեզ, շատ դժվար է կատարվածից հետո շփվել, նստել նույն դահլիճում, շփվել մարդկանց հետ, ովքեր կրում են այս կատարված, չեմ հապաղի ասել, ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը։ Ասում են փաստեր ներկայացրեք, գրավոր փաստեր, որ կեղծվել են, դուք հայտարարել եք կես միլիոն այո կեղծված ձայների մասին։ Ունեք այդ փաստերը, որոնք վկայելու են իսկապես, որ այդքան քանակությամբ ձայներ են կեղծվել։ Նախ եւ առաջ փաստերը ծով են եւ մենք ներկայացնելու ենք այդ փաստերը։ Ինչ վերաբերվում է կես միլիոն այդ ձայների կեղծմանը, բնականաբար շատ դժվար է եւ ոչ ոք չի կարող ձեզ ճշգրիտ տվյալ տալ հիմա թե իրականում ինչքան ձայն է կեղծվել։ Խոսքը մոտավոր գնահատականի մասին է։ Իսկ մոտավոր գնահատականը ցանկացած ինչ ասեմ, փոքր անգամ կարողությունների տեր մարդը կամ ժողովրդագրությամբ զբաղվող ցանկացած մարդ, ուղղակի վերլուծելով ժողովրդագրական տվյալները Հայաստանի, կարող է այդ եզրակացության գալ, որովհետև ես ասել եմ, որ այսինքն դա հայտնի փաստ է, որ 95 թվականին Սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը եղել է 1.200.000։ Դուք հիշում եք 95 թվականին դեռ Հայաստանում եւ ակտիվ էր ժողովուրդը քաղաքականապես եւ բավականին շատ բնակչություն կար։ 2003 թվականին նույն 1.200.000 մարդը։ 2005 թվականին բոլորը հիշում եք շատ լավ այդ հանրաքվեն, դա մի հանրաքվե էր, որը բոյկոտվել էր ընդդիմության կողմից եւ բոլոր դիտորդները, լրագրողները այդ ժամանակ արձանագրել էին, որ տեղամասերը ուղղակի դատարկ են եղել եւ բնականաբար 1.500.000 արձանագրված թիվը մասնակցության որևէ աղերս չի ունեցել իրականության հետ։ Բոլորը շատ լավ հասկանում եք դա։ Այսինքն այն լավ ժամանակներում, երբ որ դեռ Հայաստանի բնակչությունը եւ շատ էր եւ քաղաքականապես ակտիվ էր, մենք ունեինք լավագույն դեպքում 1.200.000 եթե դուք ցույց տաք խոսենք, մի քիչ Շարմազանովի նման եք ձեզ բաղում, չարժի, թողեք խոսեմ։ Շնորհակալություն կոմպլիմենտ։ Չէ, դա կոմպլիմենտ չէր դրան դեպքում։ Ուրեմն եւ այդ բանից հետո, երբ որ շատ լավ գիտենք, որ եւ բնակչություն է թողել գնացել Հայաստանից 350.000 բնակչություն պաշտոնական տվյալների համաձայն։ Այդ ժամանակից հետո այդքան մարդ թողել գնացել է ընդմիշտ Հայաստանից։ Բացի դրանից շատ լավ գիտենք ժողովրդի ակտիվության վիճակը, այն հիասթափությունը, որ կա ընտրական process-ների նկատմամբ եւ այլն, ակնհայտ է դառնում, որ զուտ ժողովրդագրական ցուցանիշներով այդքան մարդ չէր կարող մասնակցել ընտրությունների։ Հարցրեք ցանկացած գիտնականի իսկ ինչ եք կարծում 95 թվին ակտիվ չէին մարդիկ, երբ որ մասնակցում էին
երբ որ մասնակցում են մի գործընթացին, որը եւ ընտրություններ էր ազգային ժողովի եւ համանրական հանրակրվե։ Դա կարելի է ասել ակտիվության մաքսիմումն էր այն ժամանակ։ Ուստի ակնհայտ է, որ այս թվերը ուռճացված են, արդեն միայն այդ վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը գնում է մի քանի 100,000 բաների մասին, կեղծիքների մասին։ Ապացուցողական բազան, ուրեմն դուք եք տալիս այդ հարցը։ Գնացեք առավոտվանից իրիկուն նայեք Ազատություն ռադիոկայանի տված եթերը։ Ծերից ծեր ապացուցողական բազա է։ Ծերից ծեր, որի համար մենք շնորհակալ ենք ձեզ։ Ու ես զարմանում եմ, որ դուք նման հարց ընդհանրապես տալիս եք, որովհետև դուք ընդդիմության փաստերը ֆիքսած ասենք ինչ որ փաստերն են։ Ես ընդդիմության փաստերի մասին։ Ընդդիմության փաստերը։ Դուք թույլ տվեք կա ժամանակ դրա համար։ Հա, բայց չհասկացա, դուք ինչ եք ասում։ Ասում եմ թույլ տվեք, որ մենք այդ փաստերը հրապարակենք։ Նախ բազմաթիվ փաստեր արդեն ոչ էջում հրապարակված են։ Եթե դուք չեք հետևել, դա իմ խնդիրը չի։ Գնացեք, հետևեք, տեսեք, որ բազմաթիվ փաստեր ներկայացված են։ Մեկ, երկրորդը կա ընթացակարգ բողոքների, արձանագրումների եւ այլն արձանագրությունների եւ այլն ներկայացման։ Թույլ տվեք մենք անցնենք այդ ընթացակարգով։ Այո, եթե մի քիչ համբերությամբ զինվեք, ոչ թե հենց հիմա ինձանից ուզեք, որ ես հանեմ այդ փաստերը ձեզ ներկայացնեմ, վստահ եղեք, որ դա կլինի։ Ես չեմ հասկանում այդ անհամբերությունը ինչի հետ է կապված եւ մեղադրական տոնը։ Հա։ Մինչև հաջորդ նստաշրջան ինչ է արվելու, որ հոգեբանական այդ մթնոլորտը հարթարեք եւ նույն կներեք հիմա գործում եմ կոնկրետ իրավիճակից ելնելով, կոնկրետ իրավիճակը այն է, որ ոչ ժողովուրդը, ոչ էլ ես ինքս ինձ կամ մենք մեր թիմը չեր հասկանա մեր գործունեությունը, եթե մենք այս վիճակում կարծես ոչինչ չի պատահել, նստենք, չգիտեմ, հարկային օրենքներ քննարկենք կամ կրթության մասին օրենքներ քննարկենք, կատարվել է ահավոր մի բան, ժողովրդի կամքի բռնաբարություն, ոտնահարվել է ժողովրդի կամքը։ Այդ վիճակում ես կարծում եմ դուք էլ մեզ չէիք հասկանա, եթե մենք շարունակեինք նրանց հետ Որքան ժամանակը սքիչ դուրս գալու համար, այսպես ասած, սքիչ դուրս գալու համար։ Ոչ մի սուկ չկա եւ չի էլ կարող լինի, որովհետեւ քաղաքական գործիչները, ովքեր հավատարիմ են իրենց սկզբունքներին եւ արժեքներին, նրանք միշտ շարունակում են պայքարը եւ ես կարծում եմ, որ հաղթանակի գրավականը հենց դրա մեջ է, որ կարողանաս ցանկացած պարտություն, առավել եւս պարտություն, որը տեղի չի ունեցել, այլ ուղղակի կեղծվել է որպես պարտություն, կեղծվել է եւ հաղթանակից վերածվել է պարտության, այդ բոլոր պարտությունները պետք է վերածել ինչ որ դրական process-ի։ Սպասենք, որ հակա մարդկանց հրավիրի փողոց։ Այսօր հանրահավաքում է։ Ինչ եք սպասում։ Հակը Հայ ազգային կոնգրեսը արդեն մարդկանց հրավիրել է փողոց, այսօր ժամը 6-ին մեր հանրահավաքն է։ Նորից նրա ճանապարհը բարոյական, նորից ճանապարհի մարդկանց։ Ինչ հայտնի ծրագրի մասին։ Կգաք, ես հասկանում եմ, որ լրագրողները ընդհանրապես ուզում են բոլոր հարցերի պատասխանը եւ հենց հիմա։ Բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ ուղղակի գաք մեր հանրահավաքի, մասնակցեք։ Այս ամբողջ ընթացքում մենք դեռ պետք է քննարկենք մեր քայլերը, մեր անելիքը, շատ բան կախված է նաեւ ժողովրդի քանակից, վրթովմունքի աստիճանից եւ այլն եւ այլն։ Ես ոչ մի բան չեմ կարող բացառել։ Իսկ Նոր Հայաստանի հետ ի վերջո կհամագործակցեք նույն հանրահավաքում։ Մենք վաղուց ենք համագործակցում։ Իսկ այդ ընտրախախտումներից գերակշռողը ո՞րն էր ձեր կարծիքով, ձեր ուսումնասիրությունը ինչ է ցույց տվել, ավելի շատ ինչի միջոցով են այդ ձայները կեղծվել եւ բավական մեծ թիվ ստացել արդյունքում։ Դե կա 3 կատեգորիա մեծ հաշվով ընտրակեղծիքների, մեկը դա ընտրակաշառքի բաժանումն է, երկրորդը դա ուրիշների փոխարեն բազմակի հետ քվեարկության ինստիտուտն է եւ երրորդը դա եւ երրորդը դա այսպես ասեմ ուղղակի արդեն վերջնական արդյունքի կեղծումը կամ լցոնման կամ
արձանագրությունների կեղծման միջոցով։ Իշխանությունները սկզբից կարծես իրենց հույսը դրել էին միայն այս վերջին կատեգորիայի վրա, ընտրակաշարք չէին բաժանում, բայց տեսնելով, որ տանդուլ են տալիս, վերջին օրը ստիպված անցան ընտրակաշարքի բաժանմանը, սա մեկ, այսինքն սա շատ հստակ էր, իսկ հետո, երբ որ տեսան դա էլ չի օգնում, երբ որ տեսան բազմակի քվեարկությունն էլ չի օգնում, արդեն անցան ամենախայտառակ կեղծիքների, մասնավորապես երեք տեղի են ունեցել արդեն զավեշտալի կամ չգիտեմ ինչ ասեմ, ամոթալի տեսարաններ, երբ որ այդ քվեատուփերի շուրջ ինչ որ կռիվներ են եղել, որոնք շատ հաճախ ցուցադրական ձեռնամարտեր, որի հետևանքով ցրիվ են տվել այդ քվեատուփերը եւ պարունակությունը, եղել են դեպքեր, երբ հաշվելուց հետո տեսնելով, որ ոչը ռիվ հաղթել է, ուղղակի տրցակներով փորձել են փոխել, եղել են դեպքեր, երբ ոչը գողացել են, ոչի տրցակը գողացել են, ամենազավեշտալի բաները եղել են։ Իսկ երեք եղել է նաև դեպքեր, երբ որ ուղղակի քվեատուփը փախցրել են, առևանգել են եւ 2 ժամ պահել են։ Նման բաներ են հատվում։ Հիմա չեմ կարող հիշողությամբ ասել, բայց որ ավելի ուզագիր կասեմ։ Վերահաշվարկի, թե ոչ, վերահաշվարկի դիմելու եք, թե ոչ։ Ժորժ ջան, ինչ եք կասկածում։ Իհարկե կդիմենք։ Այսինքն միայն Մուկուչյանը որքան է նկարել, միայն Մուկուչյանը որքան է նկարել։ Ինչ անշակում միայն Մուկուչյանը։ Դե հաշվի չառնելով այլ ընտրակեղծիքներ։ Պարոն եւ Տիգրան Մուկուչյանի հետ կապված։ Ես կարծում եմ, որ ընտրակեղծիքները կատարվում են տեղամասերում։ Այլ բան է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս, անգործություն է ցույց տալիս եւ թույլ է տալիս, որ տեղամասերում այդ կեղծիքները կատարվեն։ Իսկ դուք ունեք տվյալներ ձեր ուսումնասիրությամբ իրականում ինչ համամասնություն է եղել ոչի եւ այոյի միջև, այսպես եթե խոսենք։ Գիտեք ինչ, դա ընդհանրապես բավականին հեշտ է պարզել, որովհետեւ այնտեղ որտեղ մենք ունեցել ենք շատ ուժեղ վերահսկողություն, շատ ուժեղը իհարկե դա պայմանական է, որովհետև ասենք եթե 1-2 պինդ մարդ ունես մի տեղամասում, որտեղ մնացածը բոլորը քո դեմ են գործում, դա էլ հնարավոր չի համարել ուժեղ վերահսկողություն, բայց համենայն դեպս որտեղ որ եղել են այդ մարդիկ, եղել են ասենք ակտիվ վստահված անձ, հանձնաժողովի անդամ, լրագրող, դիտորդ եւ այլն, այդ տեղերի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրական մասնակցությունը ամբողջ Հայաստանում չի գերազանցել 40%-ը։ Օրինակ Գյումրիի տվյալները նայեք, Երևանում իհարկե մի քիչ խախտվեց դեպի 45%, բայց այդ լրացուցիչ ցուցակների պատճառով, որտեղ գիտեք, բոլոր տեղամասերին կցված էին լրացուցիչ ցուցակներ, որ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդկանց բերում էին, այսինքն արհեստականորեն ակտիվությունը, բայց եթե դա հանենք, մենք կտեսնենք, որ Երևանն էլ է գալիս մոտավորապես 40%-ի մասնակցության ցուցանիշին։ Այսինքն իրական մասնակցությունը, որը բացահայտվում է, երբ որ մենք համատում ենք տվյալները, որ այն տեղամասերում որտեղ եղել է վերահսկողություն, եղել է 40%։ Այդ ցուցանիշը որ կիրառեք, դուք կտեսնեք, թե իրականում ինչքան է կեղծվել եւ կգաք այդ 5 միլիոնի թվին։ Պարոն Սարաբյան, տեսեք նաեւ բացի այդ լուսանկարներից եւ այլն երկու հարցում։ Մեկը որ մենք բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները կեղծելու են, եւ արդյոք չեք համարում այն ուշացած այդ մեթոդները, որ նախապես չի աշխատում, ասենք, համատիրությունների հետ փակ դռները որոշող համակարգի ովքեր են, որոնց փոխարեն քվեարկել են։ Եվ բացի այդ, երկքաղաքացիների հարցը, կոնկրետ ես տեղեկություններ ունեմ, որ Ջավախից, չգիտեմ, հարյուրավոր քիչ թիվ կլինի թե չէ, ովքեր եկել են եւ լրացուցիչ ցուցակներով քվեարկել են։ Ինչ արվել նախապես սրա համար, որովհետեւ մեկ օրում կանխել հնարավոր չէ։ Չէ, եթե դուք կարծում եք, որ նախապես ինչ-որ բան արվել, հնարավոր կլիներ կանխել, դուք սխալվում եք։ Եթե իշխանությունը գնում է, եթե մարդասպանը գնում է դիտավորյալ սպանության եւ քո ձեռքը չկան նույն զենքերը, ինքը այդ սպանությունը կարող է կատարել։ Նույն իշխանությունը, երբ որ գնում է դիտավորյալ ընտրակեղծարարության, շատ դեպքերում դա կանխելու որևէ հնարավորություն չկա։ Մեր ստրատեգիան այս ամբողջ ընթացքում եղել է հետևյալը, որ մենք ապահովենք ժողովրդի մաքսիմալ
մաքսիմալ մասնակցությունը, որ դրանով փորձենք ընտրակեղծարարության մեքենան ջարդենք եւ փորձը ցույց տվեց, որ այդպես բավականին լուրջ շատ տեղերում ջարդվեց ընտրակեղծարարության մեքենան։ Այսինքն դուք գիտեք Երևանում ինչ ճնշումներ են եղել, ինչ ընտրակաշարքներ են եղել, ինչքան սպառնացել, ազդել հենց ձեր վրա կամ մեր վստահված անձանց, սա գիտեք, բայց դրա հետ հանդերձ տեսակ, որ մեր բոլոր վստահված անձիկ Երևանից դուրս էին գալիս հաղթանակած, այսինքն մոտավորապես 3-1-ի հոգուտ ոչի արձանագրություններով։ Այսինքն նշանակում է, որ դա աշխատող մեխանիզմ է, ուղղակի պետք է կարողանալ տարածել դա ամբողջ Հայաստանի վրա։ Պարոն Զուրաբյանը, հանձնաժողովի կոնգրեսական անդամները ձեզ հստակ փաստեր ներկայացել են ընտրախախտումների վերաբերյալ, այսինքն առաջին ձեռքից դուք ունեք փաստեր ձեր հանձնաժողովի անդամները։ Ոչ միայն ունենք փաստեր, ես 30 անգամ զանգարել եմ գլխավոր դատախազին եւ տրամադրել հենց հանձնաժողովի անդամներից ստացված ինֆորմացիաներ։ Ես 40 անգամ զանգել եմ մարդու իրավունքի պաշտպանին ներկայացրել այդ ինֆորմացիաները։ Ես մեր շտաբը մոտ 40 հաղորդում է տվել ոստիկանությանը բոլոր օրինախախտումների մասին։ Բայց գիտեք ինչ, ես ասեմ ձեզ, երեկվա վիճակը այնպիսին էր, որ իմ ամբողջ օրը անցավ զանգելով դատախազություն, ոստիկանություն եւ մարդու իրավունքի պաշտպանին։ Ինչու՞։ Որովհետեւ րոպե 1 ահազանգ էր գալիս հենց մեր հանձնաժողովի որևէ անդամից կամ վստահված անձից։ Եվ մենք անգամ ասեմ ֆիզիկական լիմիտի մոտեցանք, այսինքն մեր սահմանին, երբ որ արդեն չես հասցնում արձագանքել, այնքան շատ են այդ խախտումները։ Հիմա գիտեք ինչ, եթե թելեպատկերացրեք, մի խախտման արձագանքելը առնվազն մի 5-10 րոպե կամ ավելի շատ կպահանջի մեր շտաբից, պարզ է, չէ։ Հիմա պատկերացրեք օրը բաժանեք, տեսեք քանի խախտման հնարավոր է արձագանքել։ Իսկ եթե խախտումների թիվը, ասենք, մի քանի անգամ գերազանցում է այդ ֆիզիկական հնարավորությունը, ինչ կարող ես անել։ Նշանակում է, որ ուղղակի խախտումների մեծամասնությունը դու արդեն անարձագանք ես թողում։ Չես էլ կարող դրանով զբաղվել։ Ֆիզիկական բան կա, լիմիտ կա։ Եվ երեք գործում էր հենց այդ վիճակը, այսինքն իշխանությունը այնքան խախտում էր անում, որ մենք ուղղակի կարողացանք արձագանքել միայն այն խախտումներին, որ տեղավորվում են մեր ուժերի մեջ։ Վերահաշվող ինչ որ պատկեր կփոխի, ինչ է կարծում բանալը։ Ես դժվարանում եմ ասել, որովհետև բավականաչափ դեպքեր են եղել, երբ որ նրանք գուշակելով, թե որ տեղ մենք վերահաշվարկ կպահանջենք, հենց այդ տուփերի վրա աշխատել են եւ դասավորել են, բերել են համապատասխան բալանսի եւ վերահաշվարկը արդյունք չի տվել։ Բայց հիմա սա շախմատային խաղ է, մենք անում ենք մեր քայլերը, իրենք անում են իրենց քայլերը։ Ցավոք սրտի, էս է վիճակը, պետք է կարողանանք գտնել այն քվեատուփերը, որ իրենք ժամանակ չեն ունեցել վերադասավորել։ Պարոն Զուրաբյան, եթե ընդդիմության շատ ներկայացուցիչներ կամ նույն հիմնադիր խորհրդարանը չգնար բոյկոտի ճանապարհով, այլ արդյունքներ կլինի։ Մի բան էլ ասեմ, մի խնդիր էլ կա, որին շատ դժվար է գտնել պատասխան, որտեղ եթե մենք դիմում ենք, ասենք, վերահաշվարկի համար շատ բաների, այդ տեղամասերի համար, իրենք իմանալով որտեղ իրենց խնդիրները քիչ են, սկսում են վերահաշվարկել հենց այդ հայտերը, իսկ հետո ասում են դե էլ ժամանակ չմնաց մնացածի համար, այսինքն իրենք միշտ ունեն այդ մանևրի հնարավորությունը, բայց էս է, խաղի կանոնները սա են, մենք պետք է մաքսիմալը կարողանանք անել։ Եվ եթե ընդդիմությունը միասնական լիներ եւ մի հատվածը չբոյկոտեր, այլ արդյունքներ կլինեին։ Նախ ով է բոյկոտել։ Հիմնադիր խորհրդարանի շատ անդամներ կոչ էին անում, առհասարակ չմասնակցել արտահերթ խորհրդարանական ու նախագահական։ Նոր Հայաստան քաղաքական խորհուրդը մենք պայմանավորվածություն ենք ունեցել եւ իրենք երբեք բոյկոտի կոչ չեն արել։ Եվ փորձը ցույց տվեց, որ սա շատ ճիշտ էր, որովհետեւ դա բերեց ժողովրդի ակտիվացմանը։ Օրինակ դուք չեք կարծում, որ այն ինչ որ կատարվեց, այնուամենայնիվ չնայած արդյունքը գոհացուցիչ չէր, բայց այնուամենայնիվ ինքը նպաստեց քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Նկատի ունեք Նոր Հայաստանի այս շուրջօրյա հանրահավաք։ Պայքարելու, չէ, այս հանրակրվեին մասնակցությունը եւ ակտիվ քարոզչությունը
Արդյոք չնպաստեց, որ ժողովուրդը ակտիվանա, հասկանա այս ռեժիմի դեմ սկսի պայքարել, հասկանա թե ինչ է կատարվում երկրում եւ այնուամենայնիվ ինչ որ հիմքեր նաեւ ստեղծվի, որ ապագայում մենք կարողանանք իշխանափոխություն կատարել։ Ես կարծում եմ, այս ամբողջ process-ը նպաստեց դրան։ Այսօր ժողովուրդը ավելի գիտակից է, ավելի մերժողական այս իշխանությունների նկատմամբ, քան միջև հանրակրվեն։ Ուրեմն նշանակում է մենք արդյունքի հասել ենք։ Ոչ մեր ցանկալի արդյունքի, ցանկալի արդյունքը այն կլիներ, որ չկարողանային կեղծել եւ ստիպված լինեին ընդունել ոչի հաղթանակը։ Բայց լուրջ արդյունքների հասել ենք։ Ես կարծում եմ, որ այսօր անգամ ամենակարևոր արդյունքներից մեկը դա մեր բոլորիս համերաշխությունն է։ Բոլոր այն քաղաքացիների, հասարակության ներկայացուցիչների, ովքեր չեն ցանկանում sense իշխանություն ունենալ ու այսպեսի ընտրակեղծիքների աշխարհում ապրել։ Պարոն Զուրաբյան, իսկ այսքանից հետո հնարավորություն կա, որ դուք եւ Նոր Հայաստանը վերջապես կմիավորվեք եւ կավելանա նաեւ մարդկանց թիվը փողոց դուրս եկող։ Եվ արդյոք կարող ենք տեսնել այնտեղ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ ձեր առաջնորդը ներկա չի լինում։ Նախ ես երևի արդեն պետք է ավելի հստակ խոսեմ սրա մասին։ Ես կարծում եմ, որ այդ միավորման թեզը դա շատ կեղծ թեզ է։ Ինչ է նշանակում միավորվել։ Չէ, այսինքն մենք դառնանք մի կուսակցություն։ Միավորվելը ինչ է։ Հարթակում բոլորով արդեն 1 ամսից ավել է կանգնում ենք։ Ուրեմն ճանապարհային քարտեզի առումով մենք մեր քարտեզները համաձայնացրել ենք եւ մեկս մյուսին օգնել ենք։ Այսինքն ավելի մեծ միավորումը ինչ է նշանակում։ Եթե ուզում եք որ մեկ կուսակցություն ստեղծվի բոլորիս կողմից, դա բնականաբար ես ձեզ չեմ կարող խոստանալ եւ մի քիչ էլ համարում եմ ուտոպիստական եւ պետք չի գիտեք ժողովրդին համոզել, որ գաղտնիքը ընդդիմության միավորման մեջ է։ Այդ ընդդիմության միավորման այդ թեզը ես համարում եմ կեղծ թեզ։ Կարևորը այն է, որ հասարակությունը, հանրությունը, քաղաքական ուժերը խփեն նույն նշանակետին։ Իսկ դա մենք անում ենք։ Պարոն Զուրաբյան, իսկ ինչու խմբակցության 3 պատգամավորները չբոյկոտեցին ձեզ հետ միասին եւ դուրս չեկան։ Դուք չեք կարծում, որ այդ հարցը ավելի ճիշտ կլինի հասցեագրել նրանց։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել այլոց գործողությունները, ես հաճույքով կմեկնաբանեմ իշխանությունների գործողությունները եւ իմ քննադատությունը միշտ սահմանափակվել է իշխանության քննադատությամբ։